Որոշ հավատացյալներ ապրում են պարտության, հիվանդության, աղքատության, թուլության, խառնաշփոթության մատնված կյանքով։ Դա այն կյանքը չէ, որը նա պատրաստել է մեզ համար։ Նրա պատրաստած կյանքը ավելցուկով կյանքն է։ Հավանաբար ձեր մեջ կգտնվի մեկը, որ կասի. նորվել եղբայր, երեխաներս հեռացել են Աստծուց։ Ամուսինս անհույս հիվանդ է, եւ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ո՞րն է այս ամենի պատճառը, ինչու Աստված ոչինչ չի անում։ Այս ամսվա ընթացքում դուք երկրպագել եք Աստծուն, կհարցնեմ ես։ Բայց ես հաճախում եմ եկեղեցի, մենք հրաշալի հովիվ ունենք, հավանաբար կպատասխանեք դուք։ Իսկ ես կասեմ. ես չեմ կասկածում, որ դուք լավ եկեղեցի եք հաճախում հրաշալի հովիվ ունեք, բայց ինչ կապ ունի դա ձեզ հետ, ոչ հովիվը, ոչ եկեղեցին ձեր փոխարեն չեն կարող երկրպագել Աստծուն։ Աստծո հետ դուք պետք է ունենաք անձնական փոխհարաբերություն։ Արդեն 30 տարի է ապաշխարել եմ մկրտված եմ Սուրբ Հոգով, ես սիրում եմ Աստծուն, միգուցե կառարկեք դուք։ Բայց դուք չպատասխանեցիք իմ հարցին, երկրպագել եք արդյոք Հիսուսին այս ամսվա ընթացքում, խոնարհվել եք արդյոք նրա առջև, անվանելով նրան Փրկիչ, Բժիշկ, Հրաշագործ, շնորհակալություն հայտնել եք նրան, որ ձեր անունը գրված է երկնքում։ Ասել եք, թե որքան հիասքանչ է նա, եւ երկրպագել եք արդյոք միմիայն նրան։ Կարելի է ասել, ոչ։ Նշանակում է, դուք երկնային առատ օրհնություններ եք բաց թողնում։ Երկրպագությունը կարևոր է Աստծո համար։ Տիրոջը հաճելի է իր զավակներին տեսնել իրեն երկրպագելիս եւ գովաբանելիս։ Նա իր կամքի համաձայն տալիս է այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է եւ կատարում է նրանց սրտի ցանկությունը։ Տես Սաղմոս 37:4-ում։